Բաբայան, ձեր գրառումից հասկացվում է, որ մեկ օր է տևել այսպես կոչված փորձաքննությունը, դա նախ որպես փաստաբանի ձեզ ինչ է հուշում, օբյեկտիվությունը տեղ կարող է։ Նույն գրառման մեջ նաև նշել է օբյեկտիվության մասին, որ օբյեկտիվությունը բացառում եմ, որովհետև մեկ օրում տեսագրության, այն էլ դիմանկարային փորձաքննություն պրակտիկայում չի եղել։ Իսկ որ մեկ օր է իրականացվել, մենք դրա մասին տեղեկացանք հոգևորականների կողմից տարածված գրության մեջ, որտեղ մասնավորապես նշում էին, որ ամսի 25-ին ստացել են եզրակացությունը եւ քննիչի կողմից ինձ ուղարկված գրության համաձայն հենց ամսի 25-ին էլ կայացվել էր որոշումը։ Բայց բացի այդ մեկ օրյա ժամկետում արվել է, նաև ես այնտեղ բազմաթիվ խնդիրների մասին էի խոսել, որ Արշակ Սրբազանը բազմաթիվ իրավունքներ ուներ, այդ թվում նաև այդ իրավունքներից նաև օգտվում էի ես որպես փաստաբան, ամենակարևորներից մեկը օրինակ հարցեր տալը փորձագետին, որովհետև ես իհարկե մենք չենք տեսել այդ փորձաքննության որոշումը եւ ոչ էլ դրա եզրակացությունը, բայց ակնհայտ է դառնում, որ բազմաթիվ հարցեր կային, որոնք քննիչը չէր տալու փորձագետին։ Օրինակ երկրաչափական չափսերով որոշել արդյոք այդտեղ տաղավար է թե չէ։ Հնարավոր է արդյոք օրինակ տեսագրության մեջ արկա մարդիկ օրինակ դիմակներով են։ Բազմաթիվ այդպիսի կամ նկարահանված էր օրինակ այլ, սկզբունքներով։ Գիտեք, ինքնին, եթե անգամ ես իհարկե չգիտեմ այդ որոշման այդ եզրակացության մեջ ինչ է գրված, բայց ենթադրում եմ ըստ տարածված տեղեկատվության, որ ասել են մոնտաժված չի։ Մոնտաժված չի, բայց դա չի նշանակում, որ իրական է։ Եվ մենք պնդել ենք, որ տեսագրության բովանդակության հետ Արշակ Սրբազանը առնչություն չունի։ Դա գործում որևէ բան փոխում է այդ փորձագիտական եզրակացությունը։ Ես գործի մանրամասներից շատ տեղյակ չեմ։ Ես գործից միայն գիտեմ այն, որ իրականացում է քննություն անձի ընտանեկան գաղտնիության անձեռնմխելիությունը խախտելու ուղղությամբ, մինչդեռ Արշակ Սրբազանն իր ցուցմունքում նշել է, որ իր եւ ընտանիքի անձնական գաղտնիությունը չի խախտվել, որովհետեւ այդ տեսագրության մեջ իրականության հետ չեն համապատասխանում են բովանդակությունը ինչ որ կա։ Պարոն Բաբայան, օրերս Արշակ Սրբազանը այստեղ մեր գործընկերներից մեկի հարցերին պատասխանելով մարգարեից, որ եւս մեկ փորձաքննություն ոնց որ թե իրականացվում է, ամենայն դեպս այդպես էր հասկացվում, նա չբացառեց, որ անկախ մարմնի փորձաքննություն կարող է լինել, դուք տեղյակ եք ինչի մասին է խոսքը, մանրամասներ կարելի։ Ես էլ չեմ բացառում, բայց եթե ինքը չի հայտնում այդ մասին, ես իրավունք չունեմ որևէ բան ասելու։ Այս բանին դրանից ավելին, քան Արշակ Սրբազանը ասել է, չեմ կարող ասել։ Ինչ է սպասվում, ինչ է լինելու, թե գործի հետ կապված, թե աղմուկի, որ այդ գործի հետ կապված Արշակ Սրբազանի հետ ոչինչ չի լինելու, որովհետև այդ գործը քննությունը լրիվ ուրիշ ուղղությամբ է իրականացվում։ Մեր խնդրանք պահանջ կամ ցուցմունքով մեր պահանջն ա եղել, որպեսզի քննեն արդյոք ատելություն չի տարածվում, չի քարոզվում եկեղեցու եւ Արշակ Սրբազանի նկատմամբ, բնականաբար վստահ եմ, որ չի լինելու այդպիսի քննություն։ Շնորհակալ եմ։ Ես դրա մասին եմ խոսել, այո, ակնհայտ էր, որ բացի նախաքննական գաղտնիքի բացահայտումը մենք այստեղ գործ ունենք նաև անձի իրավունքներին առնչվող հարցերի հետ։ Այսինքն, եթե դուք որոշումը ի սկզբանե պարտավոր լինելով ծանոթացնել Արշակ Սրբազանին չեք ծանոթացրել, դրանից հետո ուղարկել եք փորձաքննություն եզրակացություն եք ստացել մեկ օրվա մեջ եւ դա էլ տրամադրել եք այլ անձի, ակնհայտ է դառնում, որ օբյեկտիվության իսպար ամբողջությամբ բացակայում է այստեղ օբյեկտիվությունը, հետեւաբար դրան վստահելը անհեթեթ կլինի, անիմաստ կլինի։ Մենք դրա մասին քիչ առաջ խոսում ենք, լրացուցիչ տեղեկություններ այդ մասով, եթե լինի, կհայտնենք։ Ես ձեզ հետ էի խոսում, չհասցրեցի տեսնեմ։